Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունվարի 25-ն է, օրը Կիրակի է, եւ հաղորդման հիմնականում երկու թեմա ունենք, բայց այս երկու թեման էլ բավականին կարևոր են։ Հայաստանի առաջին հայացքից չեն վերաբերվում, բայց մենք հասկանում ենք, որ այն ինչ հիմա տեղի ունենում աշխարհում, միանշանակ ազդում է Հայաստանի վրա։ Առավել եւս այն, որ հիմա այդ կարևոր իրադարձություններից մեկը վերաբերվում է կոնկրետ մեր տարածաշրջանին, Իրանին։ Եվ դրա համար, եթե մենք հիմա խոսում ենք Իրանից, նաև Ուկրաինայից, ուրեմն միանշանակ համոզված եղիք, որ դա նաև մեզ է վերաբերվում։ Ընդամենը մոտ 50 բաժանորդագրում է մնացել, որ մենք դառնանք 43000, կոչեմ անպայման ակտիվ բաժանորդագրվել, եթե չեք բաժանորդագրվել, տեսնենք, թե այս հաղորդման ընթացքում կկարողանանք, թե չէ հասնել 43000-ի։ Շատ հույսով եմ, որ կկարողանանք եւ մեծապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ բաժանորդագրվում են մեր ալիքին եւ չեն մոռանում լայքել եւ գրել իրենց մեկնաբանությունները։ Սկսենք բանակցություններից Աբու Դաբիում տեղի ունեցած Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև։ Գիտեք, բանակցություններ են երկու օր ընթանում, դրանից առաջ այդ մասին հայտարարվեց Դավոսում, Զելենսկին էր խոսում այդ բանակցություններից, նաև որոշ մանրամասներ կային այն մասին, որ Ռուսաստանը չի ցանկանում հետ քաշվել իր պահանջներից եւ պահանջում է Դոնբասը, Դոնեցկը, Լուգանսկը, ինչպես նաև Զոպորոժիայի ատոմային էլեկտրոկայանն է պահանջում եւ դա է հիմնական պահանջները, Պեսկովն էր խոսել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվելու իր հիմնական պահանջներից։ Նույն ժամանակ ուկրաինական կողմն էլ ասում էր եւ հստակ ակնարկում էր, որ իրենք էլ չեն պատրաստում զիջել Դոնբասը Ռուսաստանի Դաշնության։ Եվ հետո մենք արդեն որոշ կծկտուր տեղեկություններ էինք ստանում, որ այդ բանակցությունները, որոնք որ տեղի են ունենում Աբու Դաբիում, ցախողվել են, ոչ մի հաջողություն չի գրանցվել, չնայած հետո արդեն թարմ տեղեկություններ հասանելի եղան, չգիտեմ ինչ կանով դա համապատասխանում է իրականության, ինչ կանով չէ, բայց հնարավոր է դա ուղղակի պայմանավորվածությունն է, որ հայտարարեն, թե շատ կոնստրուկտիվ են ընթացել այդ բանակցությունները։ Սակայն Reuters-ը հստակ հաղորդում է, որ որևիցե կոմպրոմիս չի գրանցվել այդ բանակցությունների ընթացքում։ Իսկ Axios-ը իր աղբյուրների վրա հղում անելով գրում է, որ շատ կոնստրուկտիվ են ընթացել այնուամենայնիվ բանակցությունները, դրանից բացի հատուկ բանագնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներից Վիտկոֆը, ով որ հիմնական բանակցողն է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Վիտկոֆը եւ Կուշները, Վիտկոֆը հայտարարել, որ շատ կոնստրուկտիվ են ընթացել այդ բանակցությունները, շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին, որ նրանք կազմակերպել են այս բանակցությունները եւ ըստ Վիտկոֆի այդ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, այսինքն շարունակություն լինելու են այս բանակցություններին։ Դրանից բացի Պոլիտիկոն մեզ տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը օրինակի համար առաջարկում է, որ Զապորոժիայի ատոմային այդ մեծ էլեկտրակայանը, որը որ ամենամեծերից մեկն է Եվրոպայում, կիսվի Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև եւ երկուսին էլ էլեկտրոէներգիա մատակարարի, այսինքն թե Ռուսաստանին, թե Ուկրաինային։ Եվ ահա այս ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել Դիմիտրի Պեսկովը, ասելով, որ քաղաքականության մեջ կիրառվող Թրամփի մեթոդները լիովին չեն համընկնում բազմաբևեռ իրենց պատկերացումների հետ աշխարհի, որը որ ուզում են ստեղծել Ռուսաստանի Դաշնությունը ու բազմաբևեռությունը ուր, բայց իրենք ցանկանում են, որ բազմաբևեռ աշխարհ լինի եւ իրենք էլ իրենց կարևոր դերակատարություն ունենան այդ աշխարհի մեջ։ Ասածս այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը հասկացնել է տալիս, թեկուզ այս Պեսկովների հայտարարությամբ, որ այդքան էլ ընդունելի չեն իրենց համար Ամերիկայի Միացյալ Նահանգների այս առաջարկները։ Դրանից բացի իրենք սկսել են բարձրաձայնել կրկին անդրադառնալ ավելի ճիշտ Մոդուրոյի ձերբակալությանը, ասում են, որ մենք պահանջում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ազատ արձակեն Մոդուրոյին։ Լարվածությունը
այդ ամենի մեջ հստակ նկատվում է, տեսնում ենք, որ այնուամենայնիվ լուրջ տարաձայնություններ կան Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշման եւ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման մեջ, այստեղ շատ նուրբ ձևով խաղում է Ուկրաինան, չնայած որ Ուկրաինային Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտադրել էին շատ ցավալի զիջումներ, Ուկրաինան դրանց բավականին մեծ մասը ընդունել էր, ահա Դոնբասի մասով Ուկրաինան չի շտապում ընդունել այդ պահանջները, մենք հասկանում ենք թե ինչու, բայց դա ինչ որ չափով կարծես թե նաև անկալվում է Թրամփի վարչակազմի կողմից, այսինքն շատ մեծ ահռելի ինչ որ ճնշումներ այս պահի դրությամբ Զելենսկիի վրա կամ Զելենսկիի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ես չեմ տեսնում։ Չէի շտապի որևիցե գնահատական տալ, ես կարծում եմ, որ իրոք Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին լուրջ ձևով մոտեցել են կոնֆլիկտի դադարեցմանը, ռուս-ուկրաինական այս պատերազմի դադարեցմանը, մեծ ահռելի աշխատանք է իրականացված Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, դրա համար չէի շտապի ինչ-որ կոնկրետ գնահատական տալ, ասել թե ոչինչ չի ստացվի, ամեն ինչ կձախողվի, այս պատերազմը երկար կշարունակվի, չէ։ Հավանականությունը բավականին մեծ է, որ 2026 թվականին այդ պատերազմը այնուամենայնիվ ավարտվի, բայց եթե ես անկեղծ լինեմ, այդ պատերազմի ավարտը ոչ թե հանգստություն է բերելու մեր տարածաշրջանին, այլ նոր մարտահրավերներ եւ գլխացավանքեր եւ հատկապես եթե այդ ամենը տեղի ունենա Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Դրա մասին մենք շատ լուրջ պետք է մտածենք եւ չպետք է 100%-ով ասենք թե չէ, այս պատերազմը չի ավարտվի, որևիցե խնդիր չկա, ոչ մի սպառնալիքներ չկան։ Հաջորդ հարցը դա Իրանն է։ Եվ Իրանի շուրջ բավականին բարդ է իրավիճակը։ Ես 3 ամբողջ օրը եւ այսօր հետևում եմ թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ եւ ասեմ, որ իրավիճակը բարդացել է ավելի, քանի որ տեղեկություններ կա, որ Իրանի հոգևոր առաջնորդին արդեն տեղափոխել են բունկեր, հատուկ ապաստարան, որովհետև վախենում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կարող են հարվածել հենց այաթոլլահին։ Դրանից բացի Թեհրանում նկատվում է, որ GPS-ը վերջին շրջանում լավ չի աշխատում, GPS-ի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ են նկատվել եւ մեկ հետաքրքիր տեղեկություն եւս մենք ունենք Իսրայելից, որ ադմիրալ Բրեդ Կուպերը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ադմիրալ Բրեդ Կուպերը ժամանում է Իսրայել եւ այնտեղ շատ բարձրաստիճան հանդիպումներ է ունենալու։ Դրանից բացի որոշ տեղեկություններ կան այն մասին, որ Վիտկոֆը եւ Կուշները նույնպես այցելելու են Իսրայել եւ հանդիպում են ունենալու Նետանյահուի հետ։ Ու հիմնական թեման լինելու է Գազան ու Իրանը։ Ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աննախադեպ թվով ինքնաթիռներ են մոտեցրել Մերձավոր Արևելք Իրանին իր ավիակիրների միջոցով։ Դրանից բացի Իրանից էլ հայտարարություններ կան, որ եթե հարված հասցվի Իրանին, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր բազաները Իրանը կթիրախավորի եւ մահացու հարված կհասցնի այդ բոլոր ռազմաբազաներին եւ ռազմական օբյեկտներին։ Այսինքն, ինչ ունենք մենք այս պահին։ Եթե մենք տեսնում ենք, որ Իրանի հոգևոր առաջնորդին տանում են ռմբապստարան, եթե մենք տեսնում ենք, որ GPS-ի լուրջ խափանումներ կան հիմա Իրանում, եթե մենք տեսնում ենք, որ բարձրաստիճան զինվորականներ են այցելում Իսրայել, ինչպես նաև Վիտկոֆը եւ Կուշները Թրամփի անունից այցելում են եւ Նետանյահուի հետ են հանդիպելու, այդ ամենը հստակ ցուցիչներ են, որ լարված է իրավիճակը ահավոր ձևով։ 2 օր առաջ Թրամփը խոսում էր, որ մեծ ուժեր են իրենք հավաքել, կուտակել Մերձավոր Արևելքում եւ բոլոր այդ սցենարներն էլ այս պահի դրությամբ սեղանի վրա են։ Այսինքն Թրամփը չի բացառում, որ կարող է ռազմական հարված հասցվի Իրանին։ Ճիշտ է, ինքը ասում է, որ ինքը չէր ցանկանա, որ նման հարված տեղի ունենար, նման հարված հասցվեր Իրանին, բայց հստակ ասում է, որ այդ ամենը դրված է բանակցությունների սեղանից։
Մենք նաև տեղեկություններ ունենք եւ այդ տեղեկությունները ոչ միայն մենք ունենք, այլ ամբողջ աշխարհը խոսում է այն մասին, որ Չինաստանից որոշակի զենքեր է Իրանը հասցրել բերել, դրանից բացի հատուկ վառելիքները, որոնցով որ կարող են լիցքավորել իրենց հրթիռները եւ հաթերթիռները, այնուամենայնիվ Իրանը ունի, չնայած որ Իսրայելը շատ մեծ մաս ոչնչացրել էր պատերազմական գործողությունների ժամանակ ամռանը տեղի ունեցած, բայց այնուամենայնիվ Իրանը ունի բազմաթիվ հրթիռներ, փորձել է կատարելագործել Չինաստանի եւ Ռուսաստանի միջոցով իր հակաօդային պաշտպանությունը, իսկ զոհերի մասով էլ տեղեկությունները ապշեցուցիչ են, պաշտոնական տվյալները արդեն գերազանցում են 3000-ը, բայց ոչ պաշտոնականները 20000-ից ավել զոհերի մասին են խոսում։ Այսինքն շատ մեծ ողբերգություն տեղի ունեցավ Իրանում տարեսկիզբ, շատ մեծ ողբերգություն, դրա համար այս իրավիճակում ես չեմ բացառում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգտվելով այդ իրավիճակից, քանի որ ամբողջ աշխարհին իրոք կարող են ասել, որ մարդասպան այդ ռեժիմը արյան մեջ խեղդել է 20000 մարդ եւ ավելին, դրա համար իրենք դիմում են ռազմական գործողությունները։ Այս աստիճան, ծայրաստիճան ձևով լարված է իրավիճակը Իրանի շուրջ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ իր վերջին պահանջները ներկայացրել է Իրանի իշխանություններին, վերջնաժամկետները տրված են, մենք չգիտենք այդ մասին, մոտավորապես պատկերացում ընդհանուր առմամբ կա, շատ-շատերի մոտ կա, այդ թվում նաև մեր մոտ, որ վերջնաժամկետը տրված է, պահանջները հնչեցված են եւ ամենայն հավանականությամբ այս պահի դրությամբ Իրանը հրաժարվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջներին եւ դա դարձնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածը շատ հավանական, բայց կրկնեմ 100%-ով չենք կարող կանխատեսում անել։ Այսքան բարդ է իրավիճակը մեր տարածաշրջանում։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։